Ինչու ներկայացրեց ձեզ վարչապետության առաջարկ։ Տեսեք, նախ մինչ այդ ձեր հարցին պատասխանելը ես կարծես թե մի քիչ տարբերվում էի իմ վարքագծով, ակտիվությամբ, այլևս քաղաքական փորձառությամբ, որտեղ ես նորից եմ կրկնում, Չարենցավան ինձ համար շատ լավ դպրոց էր։ Քաղաքական կայացման լրջագույն դպրոց էր։ Ես եթե կուզեք հրապարակավ ելույթներ սկսել եմ այդ շրջանից, բայց Չարենցավանն այդ առումով առանձնահատուկ էր։ Այդ տեսանկյունից կրկնում եմ, դա լուրջ դպրոց էր։ Եվ այդ դպրոցը իրեն զգացնի տվեց նաև Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոնի աշխատանքի ժամանակ։ Հասկանում եք։ Ու հավանաբար ես տարբերվում էի։ Օրինակ, տեսեք, շատ քչերը գիտեն, որ ես ներգրավված էի, ընդգրկված Տեր-Պետրոսյանի առաջարկով իդեպ։ Ընդգրկված էի Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպության հայաստանյան պատվիրակության կազմում։ Եվ օրինակ մարտի 24-ի որոշումը, երբ որ որոշում էր կայացվեց արդեն Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման համար ստեղծել Մինսկի, հրավիրել Մինսկի կոնֆերանսից, դրա նախապատրաստման համար ստեղծել Մինսկի խումբը, ես այդ նիստին մասնակցել եմ Ռաֆի Հովհաննիսյանի հետ միասին։ Այնտեղ վեճ կար թուրքերի արտգործնախարար Ռաֆի Հովհաննիսյանի հետ։ Այնտեղ վեճ կար թուրքերի մասնակցություն այդ Մինսկի խմբի կազմում ընդգրկելը թե չէ։ Ուզում ասեմ, այդ ամեն ինչ, ես օրինակ ներգրաված եմ եղել էլի նույն պատվիրակության կազմում, Շուշի եւ Լաչինի գրավելուց հետո Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպությունը, այո, կներեք, ազատագրելուց հետո Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպությունը ադրբեջանցի եւ թուրքերի նախաձեռնությամբ սկսեց քննարկել այդ հարցը իր բարձրաստիճան ուրեմն դիվանագետների, պաշտոնյաների նիստերում։ Դա բավականին բարդ գործընթաց էր, եւ ես ու հանգուցյալ Տեր Ստեփանյանը ըստ էության փորձում էինք մի կերպ դիմագրավել ու հաջողվեց, վետո դրվեց։ Վերջնական բանաձևը վետո դրեցինք ու առաջին վետոն էր մեր կողմից Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպությունում ու ավարտվեց այդ հարցը։ Այսինքն այդպիսի փորձառություն կար։ Ես ներգրաված էի պատվիրակության կազմում Տեր-Պետրոսյանի ղեկավարած, որը 92 թվականի մայիսի 5-ին մեկնեց Իրան եւ Իրանում նախապատրաստվեց Հայաստան, Իրան, Ադրբեջան հուշագիրը եւ ստորագրվեց։ Ես անմիջապես զբաղվել եմ այդ հուշագրի պատրաստմամբ, նախապատրաստման բանակցություններով։ Այսինքն ինչ որ վստահելու նախադրյալներ Տեր-Պետրոսյանը կարծում եմ ուներ, բայց ես կարծում եմ կար մի կարևոր հանգամանք ըստիս, որը կարող էր հիմք դառնալ Տեր-Պետրոսյանի համար, նախագահ Տեր-Պետրոսյանի համար նման որոշում կայացնել։ Դա այդուհանդերձ շատերի կողմից ես դիտվում եմ որպես ճգնաժամային կառավարիչ։ Դուք։ Ես որպես ճգնաժամային կառավարիչ։ Այսինքն այնտեղ որտեղ շատ նեղն է, ինձ ուղարկում էին։ Ինձ առաջարկում էին Ձեր վարչապետությունը մի քիչ ավել 6 ամիս է տևել։ Հա, բայց այդ ամենածանր փուլն էր։ Ես օգոստոսի 1-ին նշանակվել եմ Գևորգ վարչապետ, օգոստոսի 4-ին վերջնականապես փակվեց նաև Աբխազիայի երկաթգիծը, եւ մենք մնացինք միայն օդի հույսին։ Այս Հայաստանը 4 բոլոր շրջափակված էր։ Դա ձեր հետ կապված էր։ Թե ոչ զգադիպությունը։ Ով էլ լիներ, այդ վիճակներ էր լինել, որտեղ Աբխազիա երկաթգծի փակվելը մեզ հետ կապ չուներ։ Դա վրացական ներքին խնդիրների արդյունք էր։ Բայց այդ պայից սկսած մենք անընդհատ մտածում եւ փորձում ենք լուծել հացահատիկի խնդիր, որտեղ եթե օրինակ մեկ ամսվա ընթացքում մեզ հաջողվեց Անապայից մինչև Կիսլավոցք պահեստներ պատրաստել, որովհետեւ ամբողջ հատվածից խորհրդային տարածքից ապրանքը կուտակվեց պահեստներ եւ կարճ թռիչքներով բերենք Հայաստան։ Այդպես մենք տեղափոխում էինք Կարակ, Շաքարավազ, ցանկացած այլ բան, բայց հացահատիկը այդպես չես կարող բերել։ Հացահատիկի համար պետք էր վերգետնյա ցամաքային հաղորդակցության հնարավորություններ, որ մենք չունենք այլևս։ Նույնիսկ մի փորձ կատարեցինք շրջանցել Աբխազիան,
Նավառասիսկից մի անգամից փոթի, դա էլ չստացվեց։ Դա էլ չհաջողվեց։ Ուսում ասեմ, դա իրականում ամենաբարդ։ Եղել է մի ամիս, Գևորգ, հոկտեմբեր ամիս 92 թվականի, 30 օր կամ 30 անգամ ամեն օր Հայաստան մտնող գազատարը պայթեցվում էր։ Եվ մեր խումբը, վերանորոգողները, Չիթեչյանի, Գագիկ Մարտիրոսյանի ղեկավարությամբ այնտեղ էին մնում։ Իմ բոլոր խնդրանքները, այդ թվում նաև այն ժամանակ նախագահ չէ, վարչապետ Սիգոային, որ միգուցե մենք մի հատ զինված խումբ դնենք, որ գազատարի անվտանգությամբ բանակապետարան նրանք սկզբունքորեն դեմ էին, որովհետև կարելի հասկանալ։ Իրանց կարելի էր հասկանալ, բան չնեմ ասել, բայց այս պայմաններում ենք մենք փորձում կենսապահովման օբյեկտների կոնե գործունեություն ապահովել, հիվանդանոցներ հատկապես, ինձ ամենից շատ դա էր անհանգստացնում, զինվորական ստորաբաժանումները, նրանք պետք է հոսանքից եւ սնունդից, անհրաժեշտ սնունդից զրկված չլինեին, դա հեշտ գործ չէր, բայց ինչ որ մի բան արվեց։